Ծանոթություն սմբոնին։ Գյուղ սմբոն, սմբոն կամ սմբեոն։ Վասպուրականը հայկական լեռնաշխարհի սրտում հզոր պատմություն և լեգենդներ հյուսած դրախտավայրն է։ Սա այն հողն է, որտեղ ծագել է հայկի լեգենդը, որտեղ կառուցվել է աղթամարը, որտեղ ճգնել ու աղոթք է ասել Սուրբ Նարեկացին։ Կարճկանի և Բիթլիսի սարերի գրկում էր սմբոնը, չքնաղ մի գյուղ, որը ժամանակի ու կարոտի մեջ է մնացել։ Սմբոնի բերդի քարերը պատմում էին հայի ուժի և մշակույթի դարերի պատմությունը։ Երբ արևը թեքվում էր լեռների հետևում, նրա վերջին շողերը խաղում էին Սմբատաշենի բերդից մնացած քարե սյուների վրայով, ստեղծելով ստվերների ու լույսի խաղ, որը կարծես կենդանի հուշողություն լիներ, հոգու թաքստոց, որտեղ ժամանակը դադարում էր և միայն լեռների շշուկն էր լսվում։ Այն, ինչ մնացել է մեզ, միայն հիշողություններ են, անտառների կանաչը, ժայռերի լռությունը, Սուրբ Աստվածածնի վանքի լույսն ու աղոթքը։ Կորդվանց լեռների արանքում սմբոնն իր ժայռերի վրա հպարտ կանգնած, կարծես ժամանակի մեջ կորած մի աշխարհ էր։ Եկեղեցին իր բարձրությամբ ու սրբությամբ հսկում էր գյուղը որպես հավատքի ու միության խորհրդանիշ։ Գյուղում ամենուր աճում էին ընկուզենիները, պտղատու ծառերն իրենց համեղ մրգերով ոչ մի անցորդի անտարբեր չէին թողնում։ Անմահական էին կարկաչահոս աղբյուրները Սմբոնի, որոնք հոսում էին քարոտ լեռների ու ժայռերի արանքով։ Անուշ օդն ու ջրառատ գետակները լրացնում էին այս հեքիաթային բնապատկերը։ Սմբոն իր լռությամբ ու լքվածությամբ դարձել է կարոտի ու հիշողության խորհրդանիշ։ Կորդվանց լեռների ստորոտում Կարճկանի և Գեավաշի արտերն էին ցորենի ու գլուլի ամենաբերրի ու առատ շտեմարանները։ Կարճկանն իր անսպառ փայտի պաշարների համար անվանում են նաև «Փետի աշխարհ»։ Գտնվելով բարձրաբերձ Մոքսի, Շատախի, Կորդվանց լեռների և ցածրադիր Վասպուրականի արանքներում, Կարճկանը տալիս էր հաց իրենցից վերև գտնվողներին և տաքություն իրենցից ներքև գտնվողներին։ Վասպուրականի Վանի նահանգ տարածքն անցյալ դարի 19-րդ դար երկրորդ կեսերին ընդգրկում էր Բիթլիսի, Մուշի և Վանա լճի շրջակա տարածությունները։ Վան քաղաքում և նրա շրջակայքում աննշան քանակությամբ թուրք բնակություն կար։ Հիմնականում իշխող էին հայերը։ Սմբոն գյուղը գտնվում էր մի քանի գավառակների սահմանագծում, դա է պատճառը, որ տարբեր աղբյուրներում, տարբեր գավառներում և գավառակներում է Սմբոն գյուղը հիշատակվել, կախված ժամանակահատվածների վարչական բաժանումների և թեմական պատկանելիությունից։ Տարբեր աղբյուրներում հանդիպում ենք նշված Վարի կարկառում, Բիթլիսի և Խիզանի կազմում, Կարճկանի և Գյավաշի գավառներում որպես Կեցանա գյուղախմբի փոքրիկ հայաբնակ գյուղ։ Գյուղն ուներ եկեղեցի, որ դիվան հայոց պատմության մեջ հիշատակվում է Սմբոնի Աստվածածնի վանք մերձ ի յուրանց։ Գյուղի ներկայիս անունը Յումրուկայա է։ Յումրուկայա, Տաթևան, Բիթլիս։ Եթե երբևէ լինեք այդտեղ, գյուղը պետք է փնտրել այս անունով։ Արևմտյան Հայաստանը գտնվելով Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ, ենթարկվել է բազմաթիվ վարչատարածքային բաժանումների։ Ըստ Ղուկաս վարդապետ Ինջիճյանի վկայություններից մեկի, 19-րդ դարի սկզբին Վասպուրականի գավառների թիվը հասնում էր 17-ի, իսկ մեկ այլ վկայության 11-ի Վան, Խոշապ, Ճուլամերկ, Խլաթ, Արձկե, Արջեշ,
Բերկրի, Բաղեշ, Բիթլիս, Խիզան, Զրզխան և Մուշ։ Նա նշում էր, որ այդ շրջանի բնակչության մեծամասնությունը հայեր էին և գրում էր. 10 գյուղորեք հազիվ գտնանին բնակյալ ի քրդաց։ Գ. Դիոլորիեն գտնում էր, որ 19-րդ դարի առաջին կեսին Արևմտյան Հայաստանը վարչական տեսակետից բաժանված էր 3 փաշայությունների, որոնցից առաջինը և ամենամեծը Էրզրումն էր, որի մեջ էին մտնում Չլդրը, Կարսը, Բայազետը, Վանը և Մուշը։ Մյուս 2 փաշայություններն էին Դիարբեքիրն ու Խարբերդը։ Վասպուրականը այդ ժամանակ վիլայեթ էր և Վանի թուրքական փաշան ենթակա էր Էրզրումի փաշային։ Վասպուրականի առաջին և համեմատաբար ճիշտ վիճակագրությունը կազմվեց 1854 թվականին, երբ ամենայն հայոց կաթողիկոս Ն. աշտարակեցին, ելնելով արևելյան պատերազմից, նույն թվականի դեկտեմբերի 19-ին մի կոնդակով Վանի հոգևոր առաջնորդ Խաչատուրից պահանջեց կազմել Վասպուրականի վիճակագրությունը։ Վիճակագրություն կազմելու գործը հանձնարարվում է Գևորգ Վարդապետին, որն ամենայն փութով ձեռնամուխ եղած գործն սկսեց և 8 ամսօրյա միջոց մեծ աշխատությամբ կարելին եղածին չափ լրացուց։ Վիճակագրության համաձայն Վասպուրականը այդ տարիներին ուներ հետևյալ գավառները. Բերկրին, Առբերանի, Ականց, Առճիշահովիտ, որի մեջ էին մտնում նախկին Քաջբերունյաց և Աղիոհվիտ գավառները, Արձկեն, Բզնունյաց, Քարապաշեհիր, Խլաթ, Կարճկանն, Կորդիկ, Մոկք, Հիզան, Սասնո, Կարկար, Գավաշ, Ռշտունիք, Ոստան և Հայոց Ձոր, Շատախ կամ Բասեն Դաշտ, Մամրատանքն այս գավառի վիճակագրությունը ըստ վիճակագրի թերի է, ուներ 4 գյուղ։ Վիճակագրությունից երևում է, որ Վանի կուսակալությանը մոտիկ Սպարակերտ, Կեցան և Մամրտանք գավառները համաձայն վարչական բաժանման գտնվում էին Տիգրանակերտի վիլայեթում, սակայն ենթակա էին Վասպուրականի հոգևոր իշխանությանը։ Սմբոնի վերապրած բնակիչների ժառանգ Վարդուհի Թովմասյանը պատմում է, որ նրա նախնիները հարկերը վճարում էին Բիթլիսում։ Մկրտիչ Խրիմյանի կարգադրությամբ Արծույի Վասպուրականում տպագրված այդ վիճակագրական տվյալները Վասպուրականի եկեղեցիների, վանքերի, բնակչության մասին հետագայում արտատպվել են 1858 թվականին Մեղվում, իսկ 1878 թվականին Մամուրյանը հրապարակել է Արևելյան մամուլի համարներում։ Այստեղ տեղադրենք այդ 77 գյուղերի վիճակագրական տվյալների ցուցակից մի հատված, որտեղ նշված է նաև Կեցանի գյուղախումբը և Սմբոնից մեզ հասած առաջին տվյալը։ Արևելյան մամուլի տարբեր համարներում տպագրված ցուցակներից հատվածը, որտեղ նշված է Սմբոնը Կեցանի գյուղախմբում, տպագրվել է երկրորդ ցուցակում։ Ըստ այս վիճակագրական տվյալների 1858 թվականին Սմբոնը գտնվում էր Կեցանի գյուղախմբում, ուներ 22 տուն և 184 հայ բնակչություն, որտեղ գործում էր գյուղին մերձակա Սուրբ Աստվածածին վանքը Սմբատաշին։ 1853 թվականի մարդահամարի գյուղերի և եկեղեցիների վիճակագրական ցուցակը։
Արևմտյան Հայաստանի վարչաժողովրդագրական նկարագրի մասին Երեմիա Տևկանցի աշխատությունը «Ճանապարհորդություն բարձր հայք և Վասպուրականում» 1872-1873 թվականներ, որոնք կազմվել է հեղինակի շրջագայությունների արդյունքներն ամփոփող զեկուցագրերից, ուղարկված Կ. Պոլսի հայոց պատրիարք Մկրտիչ Խրիմյանին և ազգային վարչությանը, որ կարևոր տվյալների աղբյուր է կեցանի և սմբոնի մասին։ Բայց այստեղ կարևոր է ընդգծել աղթամարա վիճակի մեջ գտնված շեն և անշեն վանորեից, վանքերից, այժմյան կացություն և անբարեկարգություն, վանահարց անվանք պարապմունք։ Երեմիա Տևկանցի այս գրառումով տեսնում ենք, որ 1872-73 թվականներն արդեն սմբոնը գտնվում էր Վանի աղթամարա վանքի թեմական կազմում։ Ըստ Տևկանցի, կեցանի մեջ սմպոնա Սուրբ Աստվածածնի վանք, վանահայր Տեր Կարապետ։ Կեցան աղթամարեն 2 օր հեռի դեպ ի արևմտյան հարավ տեղված, 3 օր հեռի դեպ արևմտյան հարավ, Բաղեշեն 2 օր հեռի դեպ ի արևելք Կորդուած լեռանց ծործորած մեջ ունի յուր դիրք, ուր առաջ հայոց մեծ բազմություն կբնակեր, բայց հարստահարութենեն մաշվելով սպառվելով, այժմ քան ի գյուղ հայք մնացերեն, որքեն Սմպոն, ուր այժմ 10 տուն հայք կբնակին, Բ. Կանճարս 151, 4. Ռուպուս 10, Դ. Քարվակ 6, ընդամեն տուն հայոց 41։ Կեցնա գյուղորեից 15 քրտաբնակ են, որոնց մեջ այժմ 300 տան չափ բռնավոր քուրտեր կբնակին, որոց գլխավորք են Կեյնապեի գերդաստանի Պայաղատք, որ կվաղուց ի վեր իբրև ինքնընտիր գավառին գավառատեր էին և ինքնակամ կիշխեին գավառի վերա։ Հիշյալ գերդաստանեն այժմ մնացյալ քեն Ա. Մահմադպեյ, Բ. Համիդպեյ, Գ. Շեխիպեյ։ Սոքա յուրյանց հարց և հավուց նման կեցնա հայոց վերա սաստիկ և սոսկալի բռնություն բանեցնելով միշտ հարստահարեցին, որով հայոց շատ գյուղեր ավերակ և անմարդաբնակ դարձուցին, զի հայերեն զոմանս կողոպտեցին, զոմանս հալածեցին, զոմանս սպանեցին։ 25 տարիեն սկսյալ մինչև ցայսօր հայեր շատ անգամ պեյերու բռնությունից դեմ թե ի Բաղեշ, թե ի Մուշ, թե ի Կարին և թե ի Պոլիս բողոքեցին կառավարության, սակայն կառավարություն, իբրև թե չհավատալով բողոքարկուից, թող տվավ զպեյեր նախնի բարբարոսությունից մեջ, որով Սմպոն գյուղն, որ հառաջն 30 տուն էր, այժմ ունի 10 տուն հայ։ Սորվանք, որ քանի տարի առաջ 10 տուն էր, այժմ 1 տուն հայ չունի յուր մեջ։ Բերդակ 7 տուն էր, այժմ կեցնա Շեխու ագարակ է դարձել։ Փեթամ գյուղ 7 տուն հայ ուներ, Շեխ 7 տուն մեկեն հալածելով բռնի հողերուն տիրեց։ Պատկերազարդ բնաշխարհի բառարանում հայաբնակ գյուղերի վիճակագրերում Սմբոնը ներկայացվում է վարի կարկառում, որտեղ նշվում է 1896 թվականին ուներ 18 տուն հայ բնակիչ։ Նույն աղբյուրում կարկառը նկարագրվում է հետևյալ կերպ. Նշանավոր գավառակ, Վանեն 24 ժամու ճանապարհ հեռի, մոկած և կարճկանի մեջտեղ։ Արևելքեն արևմուտք ձգված, անձավուտ, անտառուտ,
օցապտույտ, երկայն, ունեղ լեռնաձորմը կսկսի յաղթայլերին ստորոտեն և կվերջանա մինչև Խիզանի բերանը։ Մեջտեղեն կանցնի Տիգրիսի մեկ օժանդակն, որուն ակն է յաղթայ լերին ստորոտը։ Գետոյնն երկու կողմեն մեծավ մասամբ քուրդ և հայ գյուղեր կտարածուին։ Հայ գյուղերու ճակատագիրն կդնենք առանձին։ Հայք ընդհանրապես աղքատ են և դպրոցներեն զուրկ։ Մեզ հանդիպող հիմնական տվյալներում Սմբոնը հիշատակվում է Վանի աղթամարա կաթողիկոսական թեմին պատկանող Կարճկան գավառի Կեցան գյուղախմբում։ Կարճկանը նույն բառարանի տվյալների համաձայն գտնվում է Վանի կուսակալության ներքևում և նշվում է, որ հնում Ռշտունյաց գավառի արևմտյան մասն էր։ Կարճկանի գավառակը Վանայ կուսակալության ներքև 18 ժամ հեռու ի հնումն կկազմեր Ռշտունեաց գավառի արևմտյան մասը։ Սահմանքն են հյուսիսեան Վանայ ծով, հարավեան Տատկոյ և Խիզնայ մասունք, արևելքեն Ռշտունիք և Կիուզել տերե ու Ռահվա։ Երկիրն ընդհանրապես լեռնային է ու խիտ և ընդարձակ անտառներով լի։ Կարճկան ունի պատուական կլիմայ և անուշ ու առատ ջուր։ Հողային ընդարձակությունն այնչափ մեծ չէ, սակայն եղածն արգասաբեր է և առհասարակ նշանավոր է խոտավետությամբ։ Ունի արծաթի, պղնձի և կապարի անգործանքեր։ Պտղատու ծառեր հազվագյուտ են, իսկ ընկուզենիք խիստ շատ ամեն կողմ։ Համանուն Կարճկանի գետն երբ կհորդե գարնան սկզբեն, գոմս, Եղեգիս և Փեկանց գյուղերի հողերու հարևանությունները կկոխե շատ տարիներ իուր մակընթացությամբ և այսպես մինչ մայիսի վերջը այդ հողերը բռնել է ետքը հետզհետե Կարճկանի դաշտի հյուսիսակողմեն Բզնունյաց ծովին ու այդ դաշտին մեջ անջրպետ կանգնող լեռան ստորոտեն, գրեթե 1 ժամու ճանապարհ երկարությամբ բացված ստորերկրյա ջրանցքեն ահեղագոչ շառագմամբ Վանա ծովը կթափի։ Հայ գյուղորեից յուրաքանչյուր բնակությանց միջին թիվը 25 կրնա համարվիլ։ Ամենքն ալ ունին իրենց եկեղեցիները հաստատուն կալվածերով, սակայն ընդհանրապես դպրոցե զուրկ են։ Կարճկանի ժողովուրդը մեծագոյն մասամբ խաշնաբուծությամբ և երկրագործությամբ կզբաղի, փոքր մասմալ կպարապի կոշկակարությամբ։ Կոշիկներն խիստ անճոռնի են, որոնց տակը ամեն տեղ կգամեն ձիու պայտի բեռը, կշինեն նաև ուրիշ տեսակ մը ոտքի աման, զոր իրենք կանվանին չարուխ, որ տերեխի կնմանի, զոր կպատրաստեն հետևյալ եղանակով։ Չարուխի տակի կողմն թանձր թաղիք է, վրան ամեն տեղ կպատեն տեսակ մը կլորագլուխ բևեռներով, զորս տեղացիք կշինեն։ Շրջապատն կանեփ է գործած, կգտնվին 2 օխայե ավելի ծանր կոշիկ ու չարուխ։ Ստիպված են այդ տեսակ կոշիկներ գործածել տեղվոյն բնակության լեռնային վիճակին պատճառով, որոյ վրա ուրիշ տեսակ կոշիկներով չէ կարելի քայլել։ Կարճկան վաճառքի գլխավոր ներածություն չունի, իսկ արտածածություն ունի հարյուրավոր պարարտ ոչխարներու մեծամեծ դմակներով ծանրացած, իրենց հոտերու մեջ, զոր կտիր կանվանեն, կգտնվին երբեմն այնպիսի ոչխարներ, որոց յուրաքանչյուրի դմակն 10-15 օխայի կշիռ ունի, զոր ոչխարը շատ անգամ չկարենալով քայլել, ետևեն դմակատար սայլակներ կկապեն։ Նույնպես Կարճկանեն վաճառքի կտանին Իվան և Իբաղեշ պատվական յուղ, որուն ազնվությունը վաճառողն գնողին ցույց տալու համար ջուրի պես խմե կսե,
երբ յուղի համն նայելով գոհ չի լինիր։ Կվաճառեն նաև պանիր, մեղր և մեծ քանակությամբ ընկոյզ։ Իբրև շտեմարան առատ փայտ և ածուխ կը մատակարարե վանայ և բաղիշոյ։ Կարճկանի հայ բնակիչք առհասարակ են բարձրահասակ, պարթևադեմ, լայնալանջ, կտրիչ, ուժեղ, զորավոր և միանգամայն հռչակավոր նշանառու։ Քաջությամբ և ինքնապաշտպանությամբ ևս նշանավոր են կարճկանցիք։ Կեցանա գյուղախումբը գավառակ վանայ Կարճկանի հարավային արևմտակողմն էր, 6-7 ժամու ճանապարհ հեռի։ Կլիման, դիրքը և բարեբերությունը գրեթե նման է Կարճկանի, բայց լի հարուստ է անտառներով։ Ունի նաև տեսակ մը ընտիր երկնաքար, որ կբանի մինչև 20 տարի դիմանալով։ Հայաբնակ գյուղերեն իշենք Սմբոն, Սրընտուն, Կանցուան, Սորովանք, Կանչարս, Առընկդուս, Քարուակ, Կարփ, Հնձան, Հստուս, Յուրանց, Կուր։ Մուրճի համարներից մեկում տպագրված Տ. Փիրումյանցի 1891 թվականի ուղևորագրքից մեջբերենք այս հատվածը, որը ներկայացնում է կեցանի բնաշխարհը, քրդերի հետ համակեցությունը, ժողովրդագրական իրադրությունը և տեղաբնակ հայերի ու քրդերի հարաբերակցության յուրահատկությունները, տեղաբնակների կենցաղը։ Սկսած Կարճկանից և անցնելով կորդուած աշխարհի վրայով մինչև Բաղդադ ու Մոսուլ, հայերը հագնում են բացարձակապես քուրդերի նման ու խոսում նրանց բարբառներով, ոչ երբեք պակաս նրանցից։ Կարճկանի այն մասում, որ Կեցան է անվանվում և որի կարևոր, խիստ ու վսեմ անտառները և հիացնում և զարզանդեցնում են մարդուն։ Դրանց մի կտորը բաղկացած բարձր բարդիներից մեր ճանապարհորդած տարին գնեցին 10,000 ռուբլով վանցի 3 ընկեր հայերը։ Մնացածը, որի մեջ կա նաև մեծ քանակությամբ հացի ու թեղի ծառ, պատկանում է նույն քաղաքի հարուստ թուրքերին։ Կեցանի մեջ ձորը տեղ-տեղ կուչ է գալիս ու նեղանում, տեղ-տեղ լայնանում ու երկրորդական ձորեր կազմում։ Գյուղերը այդտեղ տեղի անհարմարության պատճառով շատ նվազ են ու սակավամարդ, 8, 10, 15 տնից բաղկացած։ Նրանց դիրքն էլ ազգագրական տեսակետից ոչինչով չէ զանազանվում Հայաստանի բոլոր յուղերից, բարձր, զով ու փարթամ տեղերում տնկված են քրդած, իսկ ցած խեղդված ու գծուծ փոսերում հայոց գյուղերը։ Ձորի մեջ հաճախ պատահում են ու զանազան ուղղությամբ փախչող մանր գետակներ, որոնցից մեկը, քանի որ մոտենում ենք Խիզանին, հետզհետե մեծանում է և այն աստիճան, որ անհնարին է լինում ձիով անցնել։ Այդտեղ ահա առաջարկում են մեզ իրանց ծառայությունը այն նախնական, իսկապես լիլիպուտների և ոչ թե աժդահայր խիզանցիներին հարմարեցրած մազե կամուրջները, որ բարի մարդիկ իրենց հոժար կամքով և հոգու փրկության համար սարքում են այդտեղ։ Երևակայեցեք 2-3 բարակ գերանների վրա աճած ծառի ճյուղեր, վրան մի քիչ հող կամ աթար ածած, մի արշին լայնություն ունեցող մի ճլորթի, որ անհամ կերպով ճռճռում է ձեր ոտների տակ ու ձեր խելքը մաղում ստիպելով ձեզ նայել նրա տակը վշվշող փրփրակապ կատաղի գետակին ու նրա մեջ բիզբիզ ցցված ահարկու քարերին։ Սակայն դարեր առաջ, երբ մի քիչ տարբեր հանգամանքներ էին տիրում այդ երկրում, այդ վտանգավոր ճլորթիների տեղ գոնե նրանց հետ միասին եղել են նաև խիստ ամուր ու սիրուն կամուրջներ, որոնցից մեկի հետքերը, կամարները,
կոփածո կամ մրագույն քարերից, արտադրություն խիստ վարպետ ձեռքերի, հիացնում են դեռևս հետաքրքիր անցորդին։ Կեցանի մեջ պակաս չեն նաև վանքերի ու բերդերի մնացորդներ։ Երբ ես դրանցից մեկի առաջ ձիզ կանգնացրի ու գլուխս ծռելով սարսափահար վերև նայեցի, բացատրեցին, որ այդ մինչև երկինքը բարձրացող Սմբատ թագավորի բերդի Սմբատաշեն գլխից ներքև էին վիժում հայերը տերության մահապարտներին, որոնց ամենամեծ կտորը ականջն էր մնում։ Բաղեշի տեղապահ, ապա առաջնորդ Եղիշե եպիսկ Չիլինգարյանը 1901 թվականին իր գրառումներից մեկում հիշատակում է Սմբոնի մասին հետևյալը. «Արտամետի վրայով դարձյալ աղթամար և անկից կտրել անցնելով Շատախի և Կարճանկայ լեռներն ու ձորերը քաղցրաճվարճ և հրապուրիչ 2 օրեն ժամանեցինք հռչակավոր Շեյխ Ջելալեդդինի թեքեն, ուր անտեսաբար հյուրընկալեց և պատվեց զմез շեյխին հոն ճգնող քոյրը, Շեյխ Սոֆի ծառային միջոցով։ Ամեն ազգե ճամփորդ անխտիր հոն ննջելու և ձրիաբար ուտել խմելու իրավունքը կվայելե, կյանքի ամեն ապահովությամբ։ Թեքեին հանդիպակաց մեկ լեռան վրա Սմպոն անունով հայ գյուղ մկա և մոտնալ համանուն փոքրիկ բերդ մը լեռան բարձրության ուղղաձիգ և սեպացյալ քարաժայռերուն վրա տնկված, արծվաբույնի մը նման անառիկ, հավանականաբար Սմբատաբերդը լինելու է սա։ Ջելալտենինի թեքեն թողինք հետևինս և ինկանք ճանապարհ։ Անցանք Կարճկանը և մտանք Խիզանայ անտառաշատ լեռանց մեջ և մինչև երեկո լեռ ու ձոր հևիհև քայլելով հազիվ, ուրեմն մութին հասանք Սուրբ Խաչվանքը։ Այստեղ պետք է նշել, որ Վարդուհի Թովմասյանը հաճախ է իր հիշողություններում հիշատակում այս իջևանատան մասին։ Նրա հիշողությունները ևս մեկ անգամ փաստում են, որ Սմբոնի իջևանատունը միշտ հյուրառատ էր լինում։ 1894-96 թվականներին հայ ժողովրդի արևմտահայ հատվածի համար ողբերգական տարիներ էին։ Թուրքական կառավարությունը անպատիժ էր թողնում ժողովրդին, հարստահարողներին և առանձնապես Համիդիե գնդերի զինվորներին ու ղեկավարներին։ 1895 թվականի նոյեմբերի 24-ին Մ. Խրիմյանին ուղղած զեկուցագրում Գ. Իզմիրլյանը նորից գրում է, որ «Սոսկալի աղետն, որ կդառնա բնաջին ջնել Թուրքիո հայ ժողովուրդն, շարունակվում է ուժգնությամբ և ինքը գավառներից ստացել է շատ ու շատ նամակներ ու զեկուցագրեր ջարդերի մասին։ Կգուժեն նորանոր նախճիրներ, հայտնի համարձակ գործված զինվորների ոստիկաններու, պաշտոնյաներու դրդումով կամ թողտվությամբ և կամ գործակցությամբ և ամենուրեք միաձև դրությամբ»։ Իր մի այլ նամակում ուղղված Մ. Խրիմյանին 1895 թվականի դեկտեմբերի 15-27-ին պատրիարքը թախծալի տողեր է գրում իր հոտի անագորույն վիճակի մասին։ Իսկ քանի կրոնափոխությունը կանանց և աղջիկ ու մանչ տղայոց առևանգությանց հետ և կրոնական սրբապղծություն անցան իրենց չափն, ամբողջ գյուղեր կանթրքացած իրենց քահանաներով, եկեղեցիները կամ այրված կամ քանդված և կամ մզկիթներու վերածված են, ուր մոլաներ կվարդապետեն հաղթական մահմեդականությունը, կան սրբավայրեր նաև գոմերու և զորանոցներու վերածված։ Վերջապես պատրիարքը գալիս է ճիշտ եզրակացության, որ այդ ջարդերը խաժամուժ ամբոխին կատաղության կամ վրեժխնդրության հետևանք չէին երբեք, այլ պարզապես բարձրեն արձակված հրամաններու գործադրություն էին։
1894 թվականին տպագրված կոտորածների մասին հոդվածներից մեկից հայտնի է։ 1894 թվականի հոկտեմբերին Կեցան գավառի Սմպոն գյուղի շեյխը հարձակվում է նույն գյուղի վանահոր վրա և գազանաբար խոշտանգելով խարույկի վրա այրում նրան։ 1896 թվականին Արարատի փետրվարի 2-ի համարում տպագրված մեկ այլ վկայություն այս դեպքերից։ 1895 թվականի վերջերին և 1896 թվականի սկզբներին Վանի նահանգի Ձախող, Ճոխտու, Տապ, Խրոտենձ, Միջկանք, Մուլք գիճի, Արզինց և Հատ գյուղերի բնակիչներին սպառնալիքի տակ ստիպեցին ընդունել մահմեդական կրոնը։ Նույն բանը շատ չանցած արվեց նաև Փայխներ, Նարեկ, Վերին Սարին, Շադոսեն, Վարենց, Փիշակվանք, Պատականց, Դելող, Սմբոն, Ուղուց, Բիկանց և այլ գյուղերի բնակիչների նկատմամբ։ Սորբ գյուղում ջարդարարները անդամահատեցին Պետրոս վարդապետին, հափշտակվեցին և առևանգվեցին զգալի թվով կանայք և աղջիկներ։ Հայոց ձորից թալանվեցին 25 գյուղեր, սպանվեցին 19 հոգի, իսկ Կարճկանից 27 գյուղեր և սպանվեցին 11 հոգի։ Նույն աղբյուրում տպագրված երկու ցուցակներում նշվում է, որ Սմբոնում կար մեկ զոհ և քահանան ևս կրոնափոխ էր եղել։ Այստեղ պետք է նշել Վարդուհի Թովմասյանի հիշողությունից, որ Սմբոնի Սուրբ Աստվածածնի վանքը ևս ավերվել է 1896 թվականի դեպքերի ժամանակ։ Նրա հայրը իր հիշողություններում հաճախ է պատվել, որ մանկությունն անցել է այդ ավերակների և փլատակների վրա խաղալով։ Թուրքական կառավարությունը ավելի ու ավելի թշնամական էր դարձնում հայ-քրդական, առանց այն էլ սրված հարաբերությունները։ Երկու հարևան ժողովուրդների միջև տիրող թշնամությունը ձեռնտու էր թուրքական կառավարությանը։ Սուլթանը ոչ միայն չէր մտածում այն բարելավելու մասին, այլև շահագրգռված էր պաշտպանել և ավելի խորացնել երկու ժողովուրդների միջև եղած թշնամանքը նաև ապագայում։ Ռուսական փոխհյուպատոս Մաևսկու կարծիքով հայկական ազգային կուսակցությունները Թուրքիայի դեմ պայքարելու նպատակով դիմում էին արևմտաեվրոպական պետություններին, ինչ խոսք, այս հարցում ռուսական դիվանագետը ճիշտ չէ, քանի որ եթե հայկական կուսակցությունների անդամների մի մասը այդպես էր մտածում, ապա ամբողջ արևմտյան Հայաստանի բնակիչները միայն ռուսական կողմնորոշում ունեին։ Վանի նահանգի հայաբնակ բնակավայրերի ցուցանակները ըստ առանձին գավառակների 1853-1914 թվականներին մեկտեղել է Գեղամ Բադալյանը։ Ըստ այդ վիճակագրական տվյալների Սմբոնի պատկերը հետևյալն էր։ Սմբոն գյուղի տվյալները համապատասխան Աղյուսակի տվյալներից։ Առաջին. ըստ ամենայն հայոց կաթողիկոս Ն. Աշտարակեցու հրամանով կազմակերպված մարդահամարի տվյալների 1853 թվական 22 տուն 181 բնակիչ։ Երկրորդ. ըստ Բերլինի վեհաժողով ներկայացնելու համար Վանի պատրիարքարանի փոխանորդ եպիսկոպոս Երեմիա Տևկանցի կողմից կատարված մարդահամարի տվյալների 1878 թվականին 298 բնակիչ։ Երրորդ. ըստ Վանի ռուսական փոխհյուպատոս Վ. Տ. Մաևսկիի տվյալների 1899 թվական 20 տուն։ Չորրորդ. Չորրորդ և հինգերորդ սյունակներում հայ պատմաբան, տնտեսագետ և վիճակագիր Ա. Դոյի աշխատությունների տվյալների 1909 թվական 10 տուն 70 բնակիչ, 1914 թվական 20 տուն 134 բնակիչ։ Այս բոլոր դեպքերը ճակատագրական դարձան որոշ գյուղերի համար։
1896-ից հետո որոշ գյուղեր հայաթափվեցին, որոշ երբեմնի հայաբանակ գյուղերում քրդերը տեր դարձան։ Այս հարստահարումները 1900-ականներին գուցե թվացյալ նվազեցին։ Նոր սահմանադրությամբ որոշ մեղմացումներ դրսևորվեցին, բայց 1915-ին արդեն պատկերն ավելի սարսռեցնող էր։ 1915 թվականի հայոց ցեղասպանությունը, որը սկսվեց Օսմանյան կայսրությունում ապրող հայերի զանգվածային տեղահանությամբ եւ զանգվածային սպանություններով, իր ամենադաժան դրսևորումներն ունեցավ հատկապես գյուղական շրջաններում։ Հայ գյուղացիները, որոնք մինչ այդ ապրել էին իրենց բնօրրանում, զբաղվելով գյուղատնտեսությամբ, արհեստներով եւ առևտրով, անսպասելիորեն հայտնվեցին ցեղասպանության թիրախում։ Պատկերը ամենուր նույնն էր։ Նույնն էր նաև Սմբոնում։ Տղամարդկանց զինաթափել, բանտարկել եւ սպանել, կանանց եւ աղջիկներին բռնաբարել եւ գերեվարել, ամենուր հարկադրված գաղթ եւ փրկության փախուստ հայրենի ծննդավայրից։ Իսկ հարևան գյուղից ջարդերը վերապրած 15 տարեկան պատանին հետո պետք է պատմի։ Երբ Համազասպի խումբը մոտեցավ Ոստանին, քյուրտերը նահանջեցին, ինձ էլ իրենց հետ վերցնելով տարան մինչև Խիզանի, Սիմբեոն գյուղ, նույն Սմբոն։ Այնտեղի քյուրտերը հավաքելով տեղացի հայ կանայքն ու երեխաները, թվով 67-70 հոգի, տարան ձգեցին գետն ու խեղտամահ արին։ Երբ քշում էին նրանց դեպի գետ, մի կնոջ գրկից վայր ընկավ իր նորածին երեխան։ Մայրը ծռվեցավ նրան վեր առնելու, քյուրտերից մեկը քաշեց իր ատրճանակը ու իր մանկիկինը վերցնելու համար ծռած մորը գետին գլորեց։ Սմբոնի բնակիչներից հայտնի են Պապիկյաններ, Հովանես Թոմաս Պապիկյան, ապա Թոմասյան վերապրած, ծանոթ է Թումոյի տուն, Թոմաս Վերապրած, Վարդապետ քահանա Տեր Կարապետ 1870 թվական, Կրոնափող քահանա կամ երեց 1896 թվական թուրքական վայրագությունների օրոք, քահանայի անունը հայտնի չէ, Մինաս Ավետիսյան, սպանված 1912 թվական, թերթ Ժամանակ, Սիմոն Խաչատրյան, սպանված 1912 թվական, Սիմոնի մայրը խելայեղ եղավ, ինքնզինք գետը նետած եւ խեղդված, թերթ Ժամանակ, Մելքոնյան Մուրադ, Սիմոնի վերապրած, փնտրում է իր եղբորը Գուրգենին, Մելքոնյան Գուրգեն Սիմոնի վերապրած, 1918 թվական եղել է Դիլիջանի ամերիկյան որբանոցում, որը տեղափոխել է Ամերիկա։ Սմբոնը հայաթափվեց, Սմբոնը դատարկվեց, բայց սարերի մեջ պարփակված այդ փոքրիկ կանաչ դրախտը, հայրենի ծննդավայրը, Սմբատաշեն Սուրբ Աստվածածինը երբեք չմոռացվեց վերապրածներից ժառանգած հիշողություններից։ Վարդուհի Թովմասյանի երազը, որում իր պապենական ծննդավայրի եկեղեցին վերակառուցելու կոչ էր հնչում, դարձել է այս գրքի ստեղծման ոգեշնչող ուժը։ Այս առաքելությունը, որը սկսվել էր երազի մեջ, այսօր իրականացվել է բառերի միջոցով, վերականգնելով անցյալի մեր հիշողությունը։ Այս գրքի էջերում մենք գտնում ենք այն ամենը, ինչ կորել է ժամանակի մեջ, վերածնված ու կենդանի։ Երազն այսօր դարձել է իրականություն մեր սրտերում ապրող եկեղեցու վերակառուցմամբ։ Սերինե Մկրտչյան, Երևան, 2025 թվական։